Մենք իրականում Երևանից ենք սպասում այսօրվան, չէ՞։ Այո։ Մասնավորապես ես անհամբեր։ Այդ երկուսից մոտ էլ, բայց հատկապես Ինայի մոտ դա ավելի վառ է արտահայտվում, քանի որ մեր տաղավարում են սելիներս մոլորված է ֆիլմի կարևոր, այսպես գլխավոր մեղավորները, կարելի ասել լավ առումով, մեր տաղավարում է ռեժիսոր Գոր Կիրակոսյանը, դերասանուհի Գեղեցկուհի Դիանա Մալենկոն եւ տաղանդավոր երգիչ դերասան արդեն հրաշալի որդի Լեո Մկրտչյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Մենք ենք ուրախ։ Այդքան երկար իրար այդ ստեղծագործ աշխատանքային այսպես բուրըն process ունենալուց հետո հիմա ուրախ եք որ իրար տեսել եք նորից, թե չէ։ Էլ ավելի կապված ենք իրականում կարծում եմ։ Եվ ես վստահ եմ որ նկարման ընթացքում շատ են, չէ, հաճախ նման դեպքեր լինում, որ մարդիկ այսպես հեռակա իրար գիտեն, բայց մեկ էլ սկսում են իրար հետ ամեն օր անցկացնել, մտերիմ ընկերներ են դառնում։ Նման պատմություն եղավ Լեո։ Հենց իմ հետ այդտենց եղավ։ Ոնց եղավ այդ պատմությունը։ Ես բոլոր դերասանների հետ, հա, հեռակա իրանց գիտեի, հա, սենց ասած բոլորն էլ հայրիկիս մայրիկիս ընկերներն են, բայց հենց ես գնացի տաղավար, հենց այնտեղ երկար պատմություն է, այնտեղ այնքան որ ամեն օր ես իրանց հետ եմ անցկացնում, արդեն իմ ընկերներն են։ Արդեն բոլորի հետ ընկերացան։ Այլ հայրիկի մայրիկի ընկերները չեն, քո ընկերները։ Շատ լավ։ Հիմա էլ Արդեն իսկ իմ մասին գիտեր, բայց դերասաններին գիտեր, իսկ հա, գիտեր իմ մասին։ Հա, քեզ մի տարի առաջ հա, գիտեի։ մի տարի առաջ դեռ երբ որ 10 տարեկան էր, այդ ժամանակ արդեն 10 չէ, 9 էր, 2 տարի առաջ։ Հա։ Ընտիր։ Լեոն օրերս դարձավ 11 տարեկան, հոկտեմբերի 12-ին, չէ՞։ Շնորհավորում ենք։ Հա, շնորհակալ եմ։ Արդեն մեծ տղա։ Ինչքան բան ես հասցրել 11 տարեկանում։ Ու դեռ ինչքան նպատակներ կան, Մանկական եվրատեսիլ, մոլորվածը ֆիլմը։ Հերիք այդքան է։ Հա, հերիքը։ Այս տարի ես հերիքը։ Մի տարվա հանգիստ է պետք է։ Եվ վստահաբար շարունակական կլինի ինչ խոսք։ Գոր, ումն էր գաղափարը։ Սկսենք այստեղից։ Գաղափարը Գրիգոր Դանիելյանի եւ Գարիկ Սեփխանյանի գաղափարներ, որոնք ինձ մոտեցան, ասացին մենք sense ֆիլմի միտք ունենք եւ ցանկություն ունենք քո հետ իրականացնենք։ Դա երկար ժամանակ սա 2020 թվականին է եղել ու տենց երկար ժամանակ փորձեցինք պատմություն հասկանալ թե ինչի մասին է, իրար հետ պատմությունը գրեցին, դա տղաները խոստովեցին որ սցենարը գրեն, բայց իրանք շատ զբաղված էին, չէին գրում սցենարը ու 2022 թվականին ես եւ Նարեկը Մարգարյան որոշեցինք իրար հետ սցենարը գրենք, որից հետո Գարիկն ու Գրիգորը միացան ստեղծեցինք այն սցենարը, որ ուզում ենք եւ տարվա սկիզբ ֆիլմը նկարեցինք եւ այս հոկտեմբերին ֆիլմը դուրս եկավ էկրաններ։ Այսինքն հունվարից արդեն սկսվեց նկարահանումները 25 թվականին։ Հունվարից սկսեց, հա, մենք նոյեմբերից մտանք նախապատրաստական աշխատանքների մեջ, վերջնական սցենարը արդեն պատրաստ էր հուլիս ամսին, նոյեմբերի մտանք նախապատրաստական աշխատանքը, որովհետեւ մեզ ամենակարևորը պետք է հասկանանք որ մոլում ենք ֆիլմը նկարում, որովհետև մոլը մեծ դեր է խաղում ֆիլմի մեջ։ Հունվարի 14-ին մտանք նկարահանման տաղավար եւ մինչեւ մարտի 4-5 այդ յաները վերջացրեցինք։ Մեզ մոտ նոր տարին 3 ամիս տևեց։ Մեր տաղավարը միշտ տոնածառ կար։ Բոլոր տեսարաններում Լուսինեն նկարիչներից մեկը միշտ տոնածառ ձևավորում մի անկյունում դնում էր։ Մենք միշտ նոր տարվա տրամադրության մեջ էինք։ Վստահ եմ որ տրամադրությունն էլ բացի տոնածառից նույնպես տոնական է եղել ամբողջ այդ 3 ամսվա ընթացքում։ Այո, հենց այդպես էլ եղել է եւ իրականում շատ ջերմ են անցել նկարահանումները, չնայած որ բավականին բարդ տեսարաններ էին, չգիտեմ, օրինակ տոնածառը շուռ տալը կամ փոխարինող դերասանների միջոցով աշխատելը կասկադյորների, այսպես ասած, դրանք բավականին տեխնիկապես բավականին բարդ նկարահանվող տեսարաններ են, բայց իսկապես այդ տոնական եւ գեղեցիկ տրամադրությունը կար, գորը իհարկե շատ լարված էր, բայց մենք այդքան չէ ճիշտ ասած։ Ինչու՞։ Մենք շատ ուրախ էինք գորներ լարված։ Իմ համար ինքը շատ դժվար ֆիլմ էր իրականացնելու համար ու իմ համար շատ անսովոր էր այդ եղանակին ֆիլմ նկարելը ես իմ կյանքում այդ process-ը չեմ եղել երբ որ շատ ցուրտ է եւ ամեն ու շատ տեսարաններ մենք նկարել ենք գիշերային ռեժիմի տակ ու շատ խորթ էր այդ ամեն ինչը իմ համար որովհետեւ ես մեծացել եմ շատ տակ Տակ եւ հա
դժվար էր, համետ ամեն ինչը ես հասկացա, որ իսկապես ամեն ինչ ավելի դանդաղ է գնում, երբ որ եղանակը քո կողմից չի, էլի, բայց ոչ մի բան չեն կնեն արել, որ պետքա դրա թույլ կամ հեշտ տարբերակ անենք, փորձել ենք անենք այն, ինչ որ ֆիլմը պահանջել է ու փորձել ենք անենք ամենալավագույնը, որ կարող ենք անել։ Ինչպես որոշեցիք, որ Լեոն պիտի լինի հերոսը եւ դերասանների ընտրությունը ինչով էր պայմանավորված։ Եթե Լեոյի մասին է խոսքը, Լեոյի անունը ինձ ասել է Ռաֆայելը Երոնեսյան, ասել է խորհուրդ կտամ մի հատ Լեոյի հետ հանդիպես կաստինգ անես ու տենց էլ ստացվեց։ Մենք ես ու Գրիգորը հրավիրեցինք Լեոյին կաստինգի ու կաստինգ չարեցինք, ավելի շատ երկար իր հետ խոսացինք, ինքը պատմեց իր մասին։ Տենց հասկացանք, թե Լեոն ով է եւ ինչ ձևի երեխա է ու որից հետո ես սցենարը տվեցի, ինքը գնաց ամբողջովին սցենարը կարդաց եւ եկավ երկու օրում կարդաց եւ եկավ կաստինգի Ներսեսի եւ Անիի հետ։ Ոչ զարմանալի բոլորին ինքը ավելի լավ էր կաստինգը խաղում կամ Ներսեսն։ Կարևորը նրանք եկել էին կաստինգի եւ չէին ուշացել, քնած չէին մնացել։ Այո։ Իսկ Դիանայի ընտրությունը ինչպես եղավ։ Դե քանի որ ես ու Դիանան արդեն մի անգամ մեծ ֆիլմի վրա աշխատել էինք, ես ցանկություն ունեի, որ Դիանան անպայման այս ֆիլմում լիներ, բայց չէի կարողանում գտնել ճիշտ կերպարը, այն կերպարը, որ ինքը հիմա ֆիլմում խաղում է, բարձա եղել են ուրիշ կանդիդատուրաներ, հա, որով հետո երկար մտածելուց ես ու Դիանան հանդիպեցինք ու սկսեցինք խոսալ կերպարի մասին, որտեվ իմ համար ինքը ուրիշ կերպար էր, ես հավատում եի, որ Դիանայի մոտ կստացվի, Դիանայի մոտ մի քիչ վախ կար, քանի որ ինքը բացասական կերպար էր խաղում։ Սցենարը կարդալուց հետո գտանք այդ կերպարի քայլվածքը, ու այդ քայլվածքը գտնելուց հետո հասկացա, որ այս կերպարը Իրանն է, ինքը կարող է այս ամեն ինչը անի։ Մնացածը թող ինքը պատմի։ Հավատա, հենց ֆիլմը դիտես, դու միանգամից քայլվածքից կնկատես գորը ինչ նկատի ունի։ Իրականում մեխը հենց այդտեղից է եղել, շատ տարբեր ձևեր կան մեր մասնագիտության մեջ կերպարը գտնելու, բայց այս դեպքում քայլվածքն էր դա, որտեղից սկսեց ձևավորվել արդեն խոսելու ձևը կերպարի, նայվածքները կերպարի ու հիմնականում այդպես կառուցվեց մի փոքր կոպիտ, անընդհատ մունատ եկող մի կերպար, որը կարելի ասել փորձում է վերահսկի եւ գլխավոր դերը խաղա գողության մեջ եւ իր հետևից տանի մյուս գողերին, բայց իհարկե քանի որ սա կոմեդիա է ինչ որ առումով չես կարող միայն ասել կոմեդիա է, դա այդպես չի, կոմիկական որոշակի տարեր ունի ֆիլմը, երեքն էլ այդպես հայտնվում են տարբեր իրավիճակներում, որտեղից փորձում են դուրս գալ Լեոյի պատճառով։ Ամեն դեպքում ամենաբարդ դժվարությունը այսինքն որն է եղել ֆիլմի ընթացքում, որ փորձել ես հաղթահարել։ Ու ես վստահ եմ, որ Եթե լինեմ անկեղծ, մինչև ֆիլմներ դժվարություն է, երբ ես մի փոքր համաձայն չէի Գորի հետ, որ իր քրեական անցյալը պետք է այդքան արտահայտված լինի կերպարի շարժուձևի խոսելու եւ մնացած ամեն ինչի մեջ, ես մի փոքր համաձայն չէի դրա հետ, բայց Գորը ինչպես միշտ ինձ համոզեց եւ հիմա երբ արդեն դիտում եմ ֆիլմը, հասկանում եմ, որ երևի թե սա լավագույն տարբերակն էր, որը կարող էր լինել։ Սա քո կարիերայում առաջին բացասական դերն է, չէ՞։ Կինոյի մեջ, այո, թատրոնում դերեր։ կային։ Չէ, բացարձակ, հակառակը ինձ դա շատ էր գրավում, որ վերջապես այլ խարակտերի, այլ բովանդակության կերպար եմ խաղալու ֆիլմում, դա եւի առաջինն էր, ինչը ինձ գրավեց, այդտեղ խնդիր չունեի։ Խնդրի մասին արդեն ասեցի։ Իսկ գրաֆիկի առումով ոնց էր համատեղում։ Իդեալական էր։ Սա իմ կյանքի միակ երևի թե նկարահանումներն էին, որոնք շատ հարմար ստացվեցին ինձ մոտ, որովհետև սկսեցինք նկարահանումները հունվարին՝ ի տարբերություն օրինակ Սևազգեստ կանայքի։ Այս դեպքում հունվարին սկսեցինք, իսկ այդ ժամանակ թատրոնում դեռ մի փոքր հետ արձակուրդային շրջան է լինում, այդքան գերծանրաբեռնված գրաֆիկ չենք ունենում եւ մյուս երկու հաղորդումներս էլ դեռ չէին սկսել նկարահանումները ու այդպես հրաշալի էր մի խոսքով եւ
ես ինքս էլ լինելով գիշերային մարդ, ինձ շատ հարմար է զգում այդ գրաֆիկի մեջ, քանի որ մենք օրինակ երեկոյան գնում էինք ժամը 6-ին եւ վերադառնում ենք առավոտյան 6-ին կամ 8-ին էինք գնում, առավոտյան 8-ին էինք վերադառնում, ես ինձ ամբողջ գիշեր շատ առույգ, ակտիվ եւ լավ եմ զգում։ Քանի որ մոլը աշխատանքային ժամերին շատ դժվար է ինչ-որ նկարանումներ անել, շատ նկարանումներ, որը կատարվել են մոլում, եղել են գիշերվա 9-ից մինչև առավոտյան 9, որ ինքը հենց այն փակ ժամանակ լինի, որ մենք ամբողջովին մոլին կոնտրոլ ունենանք։ Դե տանջանք էր, իսկապես եթե մոլի նկարանումներ հաշվենք, մոտ մենք 3 շաբաթից ավել այդ գրաֆիկով ենք ապրել։ Ամենադժվարը իրականում ներողություն գոր, երբ գալիս էիր տուն, դե արդեն լույսը բացվում էր, արևի շողերը դեմքիդ ու պետք է քնես, որովհետև եթե չքնես, մյուս օրը էլի երեկոյան 6-ից պետք է գնաս նկարահանման։ Մարմինդ ուղղակի պատրաստ չէ։ Ու անկեղծ եմ ասում, միակ խնդիրը դա էր, բայց մի ճար էինք գտնում մարդա թե ինչպես։ Լավ, մեծահասակները հասկացանք, Լեոն, Լեոին ոնց էր տրվում այդ ամեն ինչը։ Ինձ ավելի հեշտ էր։ Որովհետև դասերի չէիր գրում։ Այդ կարմեջը, Մենք ամեն ինչ գիտենք։ Համետ կարմեջը համել ինձ հեշտ էր, քանի որ ես Սենց ասած չեմ, ունեի էներգիա, բոլորից շատ ունեի էներգիա, բոլորը օրինակ գիշերային նկարանումներին իրենց քունը տանում էր, իրենք քնում էին, իսկ ես սենց առույգ, ասենք կարող է Ռաֆայել Երանոսյանը ասենք պարկած քնած լիներ, ես այսպես միտեղից միտեղ էի բանը վազում։ Դու Զիանան ակտիվ բան էի գալիս։ Ու բանը, հենց գորը ասում են Լեո ու ես Շարքերից գորանով գալիս է։ Սաղ այդ ամբողջ մոլը ես ոտատակ էի արել։ Ուղղակի որ կոնկրետ ես այդ մոլը գիտեի։ անգիր անգիր գիտեմ։ Ասենք տուրիստ գասի մոլի ոսկու շուկան որտեղ է, ես կոնկրետ նավիգատորով ցույց կտամ։ Հրաշալի։ Ու նաև մյուս կարևոր բանը, որը շատ էսպես պրոֆեսիոնալ եւ քաղաքական մոտեցմամբ շրջանցեցիր, դա դասերի չգնալն էր։ Ինքը ամեն ինչ էր անում, որ ես իրեն երկար բան։ Օրինակ ժամը երևի 9-ին, այո, նկարանումները ինչպես ասած Դիանան սկսում էինք, ու ժամը երևի 9-ին կամ բանին վերջացնում էի, ես այդ ժամանակ դասի չէի, այլ պետք է պարապմունքներս անեի, քանի որ քննությունների դիմաց էի։ Եվ որ այդ պարապմունքներին չգնայի, ես ինադու գորին ասում էի գոր, խնդրում եմ, 2 ժամ այդ բայ չգնա պարապմունք։ Ինքը վերջացնում էր իր նկարահանման process-ը ու համոզում էր, որ ինքը մեր հետ մնա, հետո որ բոլորս իրար հետ գնանք տուն։ Թիմային աշխատանքները։ Շատ լավ եմ տվել։ Ոնց, երբ հասցրեցիր պարապել սովորել։ Էլի, գիշերներ կային, որ մի գիշեր կար, որ չէի քնել, էդ էլ պարապել։ Գոռում հետ էր ամենից հեշտ է աշխատել։ Դա դժվար հարց է տալիս։ Իսկ կարծում եմ, որ բոլորի հետ էլ հեշտ էր աշխատելը, որովհետև ես կարծում եմ, որ լավ կաստինգ է արել ֆիլմը։ Ես ընտրել էի այն դերասաններին, ովքեր հասկացել էին այն կերպարները, որոնք սցենարի մեջ գրված են։ Ու դա իմ համար շատ կարևոր է, երբ որ դերասանը արդեն գալիս է տաղավար, հասկանալով թե ինքը ինչ կերպար է խաղալու։ Ու դրա այդ ժամանակը, որ դու պետքա տրամադրես ինչ-որ բաներ, մոգոնես, հնարես ու փորձես տեսարանը նկարես այն ձևով ոնց որ ուզում ես, այդ ժամանակը ես էլ չէի ծախսում։ Մենք միանգամից փորձ էինք անում ու նկարահանումը իրականանում էր։ Ու ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ այդ ծանր աշխատանքը կաստինգի ժամանակ անեմ, այլ ոչ թե նկարահանման process-ի ժամանակ, որովհետև մենք ունեցել ենք մոտ 32 նկարահանման օր, դա մի քիչ sense ֆորմատի ֆիլմի համար շատ է, բայց այսինքն եթե ես այդ ֆորմատով չաշխատեի, կարող է ավելի շատ նկարահանման օրեր ունենայինք։ Ամեն դեպքում վստահ եմ ինչքան էլ որ դուք փորձել են արդեն տեղում վերջնական անում ու նկարահանում եք, բայց լինում էին դերասանների կողմից նաև իմպրովիզացիաներ։ Արդյոք եղել են այս ֆիլմի շրջանակներում նկարահանման ընթացքում իմպրովիզացիաներ, որոնք մոնտաժի ժամանակ նույնիսկ պահպանվել են, դուրս չեն եկել։ Իմպրովիզացիաներ այդքան չէ, որովհետև ես շատ եմ ուշադրություն դարձնում սցենարին ու փորձում եմ այդ մոնտաժային պինգ-պոնգը, որ ես կանեմ, փորձում եմ մեկ-մեկ դերասաններին ստիպեմ այդ
ֆորմատով աշխատեն, որ ես այդ մոնտաժ չանեմ, այդ փորձեմ նկարահանման ընթացքում մոնտաժն արվի։ Բայց մի կադր կա, որը դու պահել ես, երբ քայլելով ես արդեն Դյունանուշի շորով գալիս եմ, ես հիշում եմ, որ նկարահանման հրապարակում, երբ պետք է ինչ-որ հյութ խմեմ, այդ տեսարանը, այդ կադրը դու ասացիր, որ շատ է, մի արա այդպես, բայց հետո ընտրել էիր հենց այդ տեսարանը, եթե անկեղծ լինեմ, այդ կադրը, այո, հենց այդ դուբլը։ Լինում են դեպքեր ավելի շատ, որ հիմա, այս վերջի կինոներից մեջ, որոնք դերասանները սխալ են տեքստը ասել, որը շատ տարօրինակ ձևի սխալ են ասել, բայց ինքը մոնտաժի ժամանակ շատ ավելի համովոտով ու ավելի ծիծաղելի է եղել։ Ես մի քանի հատ այդպես դեպք ա եղել այս ֆիլմում եւ նախորդում, որ օգտագործել եմ սխալ ֆրազը մոնտաժից, ասենք սխալ դուբլի ֆրազը, որը ընդհանրապես այդպես պիտի չասի ինքը, այդ ասում, ու ես այդպես եմ։ Դա իմպրովիզացիա չի, բայց համարյա իմպրովիզացիայի տեղ անցնում է, էլի։ Իսկ հետաքրքիր է նաև թե ինչպես էր կյանքը անցնում նկարահանումից դուրս։ Վստահ եմ, որ շատ զավեշտալի եւ արկածային այսպես դրվագներ ու պատահարներ եղած կլինեն։ Դե, ասենց ասեմ, զավեշտալի դեպքեր իրանք կարող է հիմա ինչ-որ բաներ պատմենք, այդքան հետաքրքիր չլինեն, բայց ինձ թվում է ատմոսֆերան շատ լավն էր, որովհետև մեր նկարահանման խումբը եւ դերասանական կազմը լավ sense մտերմացել էին ու կատակները միշտ կա այդ էներգիան կա, որ իրար հետ հումորով կատակներ անելով նկարահանման ժամանակ անցնում է, դա միշտ կարևոր է, որ ոնց ինչ ձևի էներգիայով ես կինոն նկարում, որովհետև այդ էներգիան 12 ժամ միտեղ բոլորով, ասենք թե տանջվելով մի բան ստեղծելը հեշտ բան չի, էլի, ու կան դերասաններ, որոնք քեզ զվարճացնում են նկարահանման տաղավարում, ինչպես օրինակ Ռաֆայել Երանոսյան։ Պատասխանենք ձեր արդին Ռաֆայել Երանոսյանը մեզ հետ էր։ Ընդամենը այդքանը։ Բայց այս անգամ քանի որ գիշերներն էինք շատ տեսարաններ նկարում, ժամը 2-ից հետո իր բատարեն նստում էր ու ինքը կորցնում էինք իրան ինչպեսին որ կա, բայց դա լավ է միտեղ, որտեղ գլուխդ էլ սկսում էր հանգստանալ։ Այս Ռաֆայելի կադրերը եւ կտորները մինչեւ ժամը 2-ը հասցրեցիք, նկարեցիք, չեք քնում։ Վանաձորում արդեն պրեմիերա ունեցել ենք, Գյումրիում արդեն պրեմիերա ունեցել ենք եւ վստահ եմ, որ շատ ու շատ կարծիքներ արդեն Երևանից հասցրել եք լսել։ Ինչ կարծիքներ կան ֆիլմի մասին։ Կան։ Կարծիքներ դե ասա, քեզ ինչ են ասա։ Օրինակ ասել եմ, որ բոլորի դերի մեջ հատուկ բոլորը իրենց համու հոտ ունեն։ Օրինակ հենց ինձ ասելով նրանք ոնց որ չէին ասել Լեո ջան դու ամենալավն ես խաղում կամ ինչ որ մեկին ինձ ասենք չէին առանձնացրել կամ ինձ չէին առանձնացրել, ասում են բոլորը իրենց համու հոտ ունեն եւ իրենց տեղերը ունեն։ Ու ասենք բոլորն էլ ոնց որ իրանք են էլի, իրանք ճիշտ ընտրված են դերի իրանք համար։ Դիանա ջան, շատ ընտրված դեր է, աստորեն։ Ինձ էլ կսոր ասես այս համտությունները, որպեսզի միասին ինչ-որ մի բան ամեն ինչը սկսում է քայլվածքից։ Կարծում քայլվածքի հետ խնդիր չի, ես շատ արագ կարող եմ այդ ամենը իրացնել։ Դրական իրականում կարծիքներ լսել, չգիտեմ ինձ են այդպես ասում, թե այդպես էլ կա, բայց վստահ եմ այդպես էլ կա, բոլորի կարծիքներում մի նախադասություն կա, որը նրանք ասում են եւ դա ես որպես ընդունում եմ փաստ, բոլորը ասում են, որ շատ մի շնչով է նայվում ֆիլմը եւ նույնիսկ երբ ավարտվում է ցանկություն ես ունենում եւս մեկ անգամ դիտել այն, այսպես եթե հավաքական կարծիք փորձեմ ասել, դա եմ լսել, գոր։ Ես երևի կարծիքները դնեմ մի կողմ, որովհետև դե պարզ է ինձ ուրիշ ձևի են կարծիք ասում, բայց ես Վանաձորում եւ Գյումրիում ցուցադրումի ժամանակ փորձում եմ հանդիսատեսին էլ ուշադրություն դարձնեմ, թե ինչի վրա են իրանք ռեակցիա տալիս, ու մի հատ շատ գեղեցիկ բան նկատեցի, բոլորը ֆիլմը նայում են ժպիտով։ Որը ինչ-որ դες կախարդական բան է երևի կինոյի մեջ ստացվել, որը տենց ատմոսֆերան ժպիտ է ապարգևում հանդիսատեսին։ Եկեք նաև ֆիլմի ասելիքից խոսենք։ Այո։ Ամենակարևոր ասելիքը ֆիլմի։
Անկեղծ ասած, ես միշտ այդ հարցին շատ դժվար եմ պատասխանում, որովհետև ես ֆիլմը ստեղծելուց այտենց չեմ նստում մտածում, որ ես մեծ ասելիք ունեմ։ Իմ ստեղծած ֆիլմերը ավելի շատ զվարճանք են համ իմ համար, որպես ստեղծագործող, համ փորձում եմ այդ զվարճանքը մատուցեմ հանդիսատեսին։ Ես անկեղծ ասած, երբ որ այս ֆիլմը գրում էինք, ստեղծում էինք, ես փորձում էի ինձ պատկերացնել 10 տարեկան երեխա, թե ես ինչ ձևի կինո կուզենայի դիտեի։ Շատ դժվար բան է դա, բայց այտենց եմ մոտիկացել այս ֆիլմին։ Այ այնտեղ ինչ-որտեղ կան պահեր, որոնք դաստիարակչական ինչ-որ բան ունեն, բայց ավելի շատ իմ համար ինքը եղել է մի ֆիլմ, որ ես ուզեցել եմ իմ ամբողջ կյանքում նկարեմ, որ ունենա ամանորյա կինո, որ ունենա երկար կյանք եւ ընտանիքի անդամները նստեն իրար հետ միասին ամանորյա տրամադրությամբ նայեն այս ֆիլմը, այլ ոչ թե նոր տարվա վաղ նայեն մեզ պատմություն փոքր քաղաքում կամ խորաս մոլորված։ Ինչի մասին եւս մենք խոսել ենք մինչեւ ձեզ հյուրընկալելը։ Ամեն դեպքում զվարճանքն է ու այդ մոտեցումը, բայց ես վստահ եմ, որ ինչ-որ մի ֆիլմերից էլ եք դուք ոգեշնչվել։ Այո, ես միշտ եմ ֆիլմերից ոգեշնչվում, իմ բոլոր ֆիլմերը ինչ-որ մի տեղից ոգեշնչում ունեն, Один дома Home Alone-ը ունի ոգեշնչում այս կինոն նկարելուց առաջ, որովհետև բայց ոչ նմանություն չունի այս։ Նմանություն չունի, ամբողջովին մենք փորձել ենք Սցենարային իսկապես ընդհանրապես կապ չկա, բայց տրամադրությունը նոր տարի երեխա կերպար եւ sense բաները, այո, կա այդտեղից ոգեշնչություն, որը մենք փորձել ենք այս կինոյի մեջ օգտագործենք, բայց ունենալ մեր օրիգինալ սցենարն ու ֆիլմը։ Շատ շնորհակալություն ձեզ, ճիշտ է, դուք դե հարգելի պատճառներով դիտել եք այդ ֆիլմը, ես դեռ չեմ հասցրել, բայց պարզվում է, որ ինձանից առաջ նաև մեր նկարող խումբն է ներկա գտնվել եւ նկարահանել ու պատրաստել մի տեսանյութ, որը ել ավելի հետաքրքիր է, այսպես կադրից դուրս ընկած հատվածներ, ֆիլմի պրեմիերայի ու շատ հետաքրքիր տեսանյութ է ստացվել։ Կարծում եմ ձեզ էլ կհետաքրքրի, հետեւաբար առաջարկում եմ մնացեք դուք էլ մեր տաղավարում, միասին սիրելիներս դիտենք մեր գործընկերոջ կողմից պատրաստած տեսանյութ, հետո կվերադառնանք եւ տաղավարում նույնպես շատ հետաքրքիր հյուրեր են սպասվում այս ֆիլմի շրջանակում նույնպես ունենալու ենք զրույցներ։